Ուրեմն տեսեք, մենք տեսել ենք, թե ինչպես են արտապատկերման մատրիցները կառուցվում եւ տարբեր օրինակների վրա հաշվել ենք դրանց, բայց հիմա եկեք տեսնենք ինչի են այդ արտապատկերման մատրիցները կարևոր, ինչի են իրանք օգտակար, ինչի հիմա այդ հարցին մենք չենք պատասխանել։ Տեսեք, ենթադրենք տեն ինչ որ արտապատկերում է, չեմ անում ինչ տարածությունից են մյուս տարածության վրա, ինչ որ բազիսներ ստեղ ֆիքսված են եւ մատրիցներ հաշված է։ Նայեք, վերցնենք պատահական վեկտոր, v վեկտոր մեր v տարածությունից։ Այդ v վեկտորը, քանի որ v տարածությունից է, ինքը C1 E1 C-ն E-ն գծային կոմբինացիայով հաստատ ներկայացվում է, չէ՞։ Ներկայացվում է։ Դե ուրեմն այս ամեն ինչի վրա էլ որ ազդենք երկու կողմերի վրա ազդենք t-ն, կստացվի t-ն հավասար է t C1 t E1 C-ն t երկրախոսակցությունը։ Հիմա ստեղ նայենք, այս t E1-ը դա ով է։ Չէ որ եթե մեր արտապատկերման մատրիցը տված է, դա այս հենց այս առաջի սյունն է։ Այս t-n-ն էլ այս վերջի սյունն է։ Ուրեմն ես կարող եմ արդյոք սենց գրեմ։ Այս t-1-ը փոխարինել եմ այս սյունով, սա էլ փոխարինել եմ այս սյունով։ Մյուս կողմից սա հավասար չի արդյոք, նայեք, C1A11 գումարած եւ այլ CN A1N, դա գրեմ այստեղ։ Նմանապես ստեղ էլ C1 AM1 CN AM-ն, ես էլ նմանապես գրեմ ստեղ։ Այս հավասարությունը ինչ որ բան չի հիշեցնում մեզ։ Եթե ես այս մեր արտապատկերման այս TJ-ն A մատրիցն է, չէ՞։ A մատրիցը ստեղ գրեի, այս C1 CN-ն էլ, որոնք V-ի կոորդինատներն է, գրեինք ստեղ։ Այստա C1 A11 C1 AN-ն դա հենց չի գրած արդյոք այս մատրիցի առաջի տողը բազմապատկած այս սյունով։ Այս սա էլ չի գրած այս մատրիցի վերջի տողը բազմապատկած այս սյունով։ Էդ է գրած։ Դրա համար ես այս սա կարող եմ փոխարինել այս արտահայտությամբ։ Դա էլ սրանով, էդ էլ այս սրանով։ Ուստեղ մի հատ sense կարճ, կոնկրետ ու չափազանց օգտակար բանաձև է ստացվում։ TV-ին ով էր։ TV-ն դա մեր արտապատկերումներ կիրառած V վեկտորի վրա։ Դրան համապատասխանում է A անգամ V մատրիցային արտադրյալը։ Այսինքն, տեն կարող է աստված գիտի ինչ չպարտ ձևով սահմանված արտապատկերում լինի, ինքը գործում է V-ի վրա, բայց դա կարելի է փոխարինել հետևյալով։ Եթե դուք այդ արտապատկերման մատրիցը ունեք, A եք անուն դրեք, գրել եք ստեղ, V վեկտորն էլ վերցնեք որպես սյուն վեկտոր, իր կոորդինատներով ներկայացնեք շարեք կողքը, ապա ստացվում է, որ այս ֆունկցիոնալ տեն, որ ֆունկցիոնալ որ ազդում է V-ի վրա, սա շատ կարող է բարդ ձևերով ազդի, ըլնի բազմանդամի ածանցյալ, կետի պտույտ, ձգում, սեղմում, պրոյեկցիա, դա փոխարինվում է մի հատ այսենց մատրիցային արտադրյալով A անգամ V։ Այս A անգամ V-ն են մատրիցը տողեսյուն կանոնով բազմապատկումն է։ Այս արտադրյալը գալիս է ու իրանով փոխարինում է TV-ին։ Սրանից հետո որտեղ որ TV ենք տեսնում, դրան կարող ենք ասենք հավես չունենք, հաշվենք թե այս եկքի արտապատկերումը վեկտորի վրա, ինչ խրթին ձևերով ազդում է կամ չի ազդում, պարզապես բերեք ուրա, գրեք իր մատրիցը A-ն, ու այդ դա որպես վեկտոր բազմապատկեք V-ով գործը վերջացավ։ Դիտենք օրինակներ։ Օրինակ, պրոյեկցիան վերցնենք, նայեք։ Պրոյեկցիան, ասենք, 3 չափանի տարածության պրոյեկցիա է եւ պրոյեկցիան ըստ Y-ի է գնում։
Դուք նախորդ կետից հիշում եք, չէ, իրա մատրիցը ինչ էր ելնելու։ Մատրիցը կլներ 1 0 0, այս ոնց որ 1 1 1 1 1 մատրիցն է, այս մեջտեղի 1-ը 0-ով եմ փոխարինել։ Հիմա, եթե ես վերցնեմ 3 2 5 վեկտորը, ուզենամ իմանամ, թե պրոյեկցիայի արդյունքում ինքը ինչ է ալնում։ Վերցնում եմ այս A վեկտորը, A մատրիցը, տեսեք գրում եմ այստեղ, վերցնում եմ այս մեր վեկտորը պես սյուն գրում եմ ստեղ ու իրանք պարզապես իրարով բազմապատկվում են։ Ինչ է ստացվում, տողը սյունով 3, տողը սյունով 0, տողը սյունով 5, ստացվեց 3 0 5, այսինքն իսկապես 3 2 5-ը պրոյեկտվեց դառավ 3 0 5-ի վրա պրոյեկտվեց։ Հաջորդ օրինակը չափազանց զարմանալի օրինակ է, որտեղ անալիզի խոսակցությունը ստացվելու է մատրիցային լեզվով։ Տեսեք, մենք մի քիչ առաջ նախորդ պարագրաֆում հաշվել էինք, չէ, ածանցման մատրիցը ինչ ալնելու, այս է ածանցման մատրիցը։ Անկյունագծի վրա գրած է 1 2 եւ այլն են։ Անկյունագծից մի տող վերև։ Հիմա նայենք։ Այս վերցնենք P3 տարածությունը, 4 չափանի է։ Ածանցման մատրիցը կլինի 1 2 3 այստեղ, այս մատրիցը։ Հիմա մենք ուզում ենք իմանանք ինչ է այս ֆունկցիայի ածանցյալը։ Ընդ որում դա մենք ուզում ենք իմանալ առանց ածանցելու լիմեսով բանով։ Մենք գիտենք այս մատրիցը բերենք շարենք ստեղ։ Եթե մենք ընտրենք բազիս, որ բազիսը 1x x քառակուսի x խորանար, ով է ուզում ինձ ասել, այս բազմանդամի, այս fx բազմանդամի կոորդինատները ովքեր են այդ բազիսում։ 4 3 1 7։ Այդ 4 3 1 7-ը բռնենք այստեղ կողքանց գրենք, այս մեր A մատրիցն է, այս էլ V-ն է, այս էլ A անգամ F-ն է։ Ավելի լավ է V չասենք, F ասենք, այո, սա F-ն է, այս էլ A-ն է։ Դե հələ եկեք բազմապատկենք տող սյուն կանոնով, այս տող անգամ է սյուն արեց 3, այս տող անգամ է սյուն ինչ անում, 1, 2, բա այս տող անգամ է սյուն ինչ կլինի, 7, 21, վերջապես այս վերջի 0-ները սա է 0, բայց սա դեռ վերջնական պատասխան չի, որովհետև մենք մեր դեպքերը տեղի են ունենում բազմանդամային տարածությունում, չէ, այս 3 2 21 0, այս վեկտորի պատկերը որ բազմանդամն է, 3 + 2x + 21x քառակուսի պլյուս 0 անգամ x խորանարդ, այս բազմանդամը չի, և եթե հիմա այս ամեն ինչ ճիշտ եմ արել, են վերևի բազմանդամի այս սրա ածանցյալը պետք է այս սալնի, նայենք դենց է, թե դենց չի, 4-ի ածանցյալը 0, այդ հեչ, 3x-ի ածանցյալը 3, x քառակուսու ածանցյալը 2x, և 7x խորանարդի ածանցյալը 21x քառակուսի։ Այստեղ շատ զարմանալի եզրակացության հանգեցինք, տեսանք, որ ֆունկցիայի ածանցյալը, այս ֆունկցիան ածանցելու պրոցեդուրան կարելի է փոխարինել մի հատ մատրիցի բազմապատկմամբ։ Այսինքն մատրիցի բազմապատկման այդ զարմանալի գործողության մեջ թաքնված տեսքով ածանցումն էլ է մեջը թաքնված։ Հիշում եք, որ նոր էինք այս թեմաները մատրիցների արտադրյալը սկսելը, հարցեր եղան այդ թեմայով, եւ մենք տեսանք, որ մատրիցների արտադրյալով ինչ ասես հնարավոր է ստանալ։ Օրինակ սկալար արտադրյալը կարելի է ստանալ։ Օրինակ հիշում եք, մի հատ օրինակ էլ բերինք, բազմապատկման աղյուսակը, որ տետրերի վերջում ելնում է, այդ էլ կարելի է չէ ստանալ։ Ստեղ էլ մենք բազմացամների արտադրյալը մենք ստացանք որպես մատրից բազմապատկելու պրոցեդուրայի մասնավոր դեպք։ Սա ինձ թվում է ոչ միայն այս առարկայի, այլև ձեր մաթեմատիկական բոլոր դասընթացների մեջ հանդիպող ամենաանսպասելի,
տարօրինակ կետերից մեկն է, ինչպես կարելի է ածանցյալը թարգմանել մատրիցային բազմապատկման լեզվով։ Հաջորդ օրինակը դա պտույտի մատրիցներ։ Ոնց կարելի է դյուրին ձևով իմանալ, թե XY կետը ֆի անկյան պտտվելուց հետո ինչ ալնելու։ Պարզապես վերևեք գրեք այս XY կետը որպես սյուն եւ այստեղ մատրիցային բազմապատկում կատարեք էսա։ Օրինակ, այստեղ sense մի հատ հաշվարկ կատարենք, այս հաշվարկը հիմա որ ես ասում եմ, վստահ եմ որ եթե դուք դպրոցականներին ասեք, իրանք շատ կզարմանան որ դենց բան կա։ 5-2 կետը 60 աստիճան անկյամբ, եթե պտտենք O կետի շուրջը ուր կգնա։ Նախ կառուցենք մատրիցը։ Կոսինուս 60 մինուս սինուս 60, սինուս 60, կոսինուս 60, ստացվեց այս մատրիցը։ Այս մատրիցը գրեցինք այստեղ, իրան բազմապատկում ենք 5-2-ով։ Բազմապատկում ենք, ստացվեց այսա, այս պտտելուց հետո գնա սենց։ Սա բավական հարմար մեթոդ է, չէ՞, եթե 20 հատ կետ է տված, ուզում եք 20-ն էլ իմանաք ինչ կլինի, այս մատրիցը գրում եք, ֆիքսում եք միտեղ, 20 անգամ բազմապատկում եք։ Ահա, տեսեք, այս մատրիցները նաև ինչ լավ դեր են կատարում։ Մատրիցների օգնությամբ մենք կարող ենք նոր արտապատկերումներ նշենք ու արդեն հասկանալի է այս ինքը ինչը ինչոց է։ Օրինակ այսա, R3 տարածությունը, ով է ուզում ասել, ոնց է ձևափոխում։ X-o Y հարթության մեջ ինչ անում։ Ֆի անկյունով ոնց որ տեղաշարժում է կոորդինատները։ Ֆի անկյունով պտտում է։ Ահա, բաց տեղնեք Z հերիողության վրա մի հատ 5 է տեղադրված։ Այսինքն ինքը առանցքով ինչ է անում։ 5-ով երկար, ոնց որ Z առանցքով 5 անգամ երկարացնում եք։ Այո, եւ արդյունքում ստացվում է, տեսեք ինչպես է պատմություն։ Այս տորնադոյի կամ պտուտակահողմի արտապատկերումն է ստացվում։ Հատակի հարթության կետերը ուղղակի ֆի անկյան պտտում են, սա գալիս է ստեղ, այս վեկտորը գալիս է ստեղ։ Հենց մենք մի քիչ, բայց հենց հատակի հարթությունից մի քիչ բարձրանում ենք, ինքը ոչ միայն պտտվում է, այլև ինչքան որ իր Z-ն էր, հետև 5 անգամ մեծանում է։ Սա գալիս է ստեղ։ Դեպի ավելի վերև եղած վեկտորը ավելի ուժեղ է վերև գնում։ Իսկ հատակի հարթությունից ներքևն էլ էդ էլ պտտում են ենկում։ Տեսակ, սենց մի տեսակ տորնադոն գիտեք, չէ՞ որն է կամ հայերեն պտուտակահողմը։ Այսենց ֆռացնում տանում է մեր տարածությունը։ Այդ կարելի է ցանկության դեպքում սենց արտապատկերում օրինակ մտածել, սա ասել կարելի է, բայց վիզուալ չենք կարող պատկերացնենք, տեսեք սա ինչ անում։ 5 չափանի տարածության մեջ առաջի երկու չափումով պտտացնում է ֆի անկյամբ, երրորդ, չորրորդ չափումներով պտտացնում է թետա անկյամբ եւ հերիք չի թե լայնացնում է, ընդլայնում ամեն ինչ 3 անգամ, իսկ 5-րդ չափումում ձգում է 5 անգամ։ Սա վիզուալ չենք կարող պատկերացնել, բայց եւ եկեք ուզում եմ այս պարագրաֆը վերջացնեմ հետեւյալ, այսպես ասած, live hack-ով կամ հեշտ ձևով։ Նայեք, եթե արտապատկերումը այսպես կանոններով է տրված, նայեք x, y, z-ը, առաջի կոորդինատ, երկրորդ կոորդինատ, երրորդ կոորդինատ։ Տեսեք, ստեղ ինչ է գրած, էլի x, y, z, ստեղ էլ x, y, z, բայց ստեղ ինչ որ դիմացը, ինչ որ կոնստանտներ։ Ուղղակի իր մատրիցը կառուցելու հեշտ ձև կա։ Վերցրեք այդ ալֆա 1, ալֆա 2, ալֆա 3, բետա 1, բետա 2, բետա 3, գամմա 1, գամմա 2, գամմա 1, այս շարքով դրեք։